Մենք վերադարձանք տաղավար, հարգելի հեռուստադիտող, ես շտապ եմ բարի լույս մաղթել մեզ նոր միացած հեռուստադիտողներին, իսկ ովքեր մեզ հետ են, հաստատ կվկայեն, որ մենք ունեցել ենք շատ հետաքրքիր հարցազրույց եւ պահելով այդ ամբողջ նոտան շարունակում ենք ունենալով նաեւ գարնանային տրամադրություն, ինչպես որ դրսում է։ Ես կարծում եմ մեր հեռուստադիտողը արդեն նկատել է, որ ավանդույթին համաձայն մենք բացարձակ չենք շրջանցում մշակութային թեմաները եւ այդ ավանդույթին հավատարիմ մնալով խոսելու ենք մշակութային թեմաներից, ինձ հետ է տաղավարում ուսանող դերասան Արայիկ Գևորգյանը։ Ողջունում եմ ձեզ, Արայիկ։ Խոսելու ենք միասին ուրախն ու տխուրը ներկայացման մասին, թե առհասարակ ինչպես բեմադրվեց եւ ինչ փուլում եք շուտով նաեւ ապրիլի 28-ին տեղի կունենա ներկայացման բեմելը։ Առաջին անգամ բեմ կբարձրանա այս ներկայացումը։ Նախ խոսենք նրա մասին, որ ստեղծագործությունը սիրելի գրող Վիլյամ Սարոյանի հեղինակային ստեղծագործությունն է։ Ուրախն ու տխուրը ըստ Սարոյանի կարող ենք ասել, ինչ հիմնական գաղափարներ կար, որ արտացոլել էր Սարոյանը նախ իր ստեղծագործությունում, հետո կխոսենք արդեն ներկայացման մեջ ինչպես դա արտացոլվեց։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար, Անահիտ ջան։ Ուրեմն Սարոյանը հումանիզմ գրողը։ Ներկայացումը ընդհանուր հավաքված է իր պատմվածքների հիման վրա, 4 տարբեր պատմվածքների, նաև մարդկային կատակերգություն պիեսի հիման վրա է հավաքված։ Հետաքրքիր հումանիստական ստեղծագործություն է իրեն բնորոշ ձեռագրով եւ անդրադարձում ենք ունենում նաեւ հայի վրա հայ հասկացողության վրա հայն ու հայը պատմվածքով արդեն այո Սարոյանը շատ սիրում է ներկայացնել, որ նախ թեթև ու հանգիստ տոնով ինչ որ այսպես իրադարձություններ, որոնք որ շատ տխուր են, բայց միևնույն է ցույց է տալիս, որ այնինչ տեղի ունեցավ, դրան զուգահեռ կյանքը շարունակվում է, եւ այստեղ կարծում եմ այս գաղափարն էլ արտացոլված է այս ներկայացումը։ Գլխավոր գաղափարը հենց դա է, որ մենք շատ հանգիստ ու շատ թեթև խոսքով ներկայացնում ենք, որ կյանքը շարունակվում է ու խոսում ենք շատ ռեալ ու շատ լուրջ բաներից, պատերազմ, անձնական եւ տարբեր այլ բաներ, որոնք մեր կյանքն են։ Մենք ընդհանուր ասում ենք, մենք բազմաթիվ անգամներ պետք է լաց լինենք ու բազմաթիվ անգամներ պետք է ծիծաղենք։ Այս երկուսը պետք է անբաժան լինեն իրարից։ Այս ամբողջությունը մեր կյանքն է։ Մենք բեմի վրա ներկայացնում ենք մեր կյանքը։ Այո, եւ ինչպես Զոհրաբն ասում, կյանքն ինչպես որ է, ինչպես որ կա։ Ուրախ եւ տխուր պահերի հետ միասին։ Ինչպես առաջացավ գաղափարը Սարոյանի ստեղծագործությունները ներկայացնելու բեմից։ Ուրեմն այս ներկայացումը ես խաղացել եմ մոտավորապես 14 տարի առաջ, իմ առաջին ներկայացումն է եղել, որ խաղացել եմ։ Բեմադրողը Մարգարիտ Շավալարդյանն էր, ռեժիսոր, բեմական խոսքի վարպետ։ Այնուհետև մտահղացում առաջացավ, որ կարելի է մեկ անգամ եւս խաղալ, բայց այս տարբերակը արդեն մոնո տարբերակով։ Նստեցինք, գրեցինք ու հիմա էլի Մարգարիտ Շավալարդյանը վերցրել է այդ առաքելությունը, ինքը բեմադրել է, ես խաղում եմ։ Կարծես թե նախկինում տեղի ունեցածը բերել եք հիմա, այո։ Բերել ենք հիմա։ 14 տարի առաջ խաղացել եք եւ հիմա թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող եք։ Ստացվում է, որ դերասանական արվեստի նկատմամբ հետաքրքրությունը դեռ փոքր տարիքից է գալիս։ Մի փոքր խոսենք դրա մասին, ինչպես առաջացավ եւ ինչպես հայտնվեցիք ինստիտուտում։ Ուրեմն ես հիշում եմ շատ փոքր տարիքում 5-6 տարեկան հասակում հավաքում էի մեր շենքի բոլոր բնակիչներին, նստացնում էի մեր տանը ու սկսում էի բանաստեղծություններ կարդալ, արտասանել։ Ինչպես որ արվեստագետին ինչպես որ արվեստագետին էր վայել։ Ես կարդում էի ու երբ որ զգում էի ծափ չեն տալիս, ուրեմն դուրները չէր եկել։ Ես փորձում էի ավելի առոգանությամբ խոսել, ավելի վստահ էի խոսում, ավելի այսպես։ Այդ այնց մանր դետալներից իմ մեջ հասունացավ այն պահը, երբ որ պետք է լուրջ ընտրություն կատարել դերասանի մասնագիտությունը ընտրելիս։ Ինձ շատ օգնեց Մարգարիտ Շավալարդյանը։ Մարգարիտ Շավալարդյանը, ով ինձ վերցրեց իր թևի տակ, մեծացրեց եւ մենք կատակում ենք, ասում ենք իմ թատրոնի մաման Մարգարիտն է Շավալարդյանը։ Գործնական կյանքում այո։ Իսկ կար ընտրություն դերասանության կամ մեկ այլ ոլորտի մասնագիտության միջև, թե միանշանակ էր։ Միանշանակ, այսինքն միաձիգ, միաուղիղ ես ընտրեցի դերասանի մասնագիտությունը։ Ես կարող եմ փաստել, որ այն մասնագիտությունները, որոնց նկատմամբ սերը դեռ փոքր տարիքից է, վստահաբար դա կյանքի այն փուլում, երբ արդեն գործնականում սկսում ես սովորել, հաստատ հաջողվում է, կարծում եմ։ Ինչպես է ստացվում ուսանողական կյանքը համատեղել ներկայացումների հետ, որովհետև ես վստահ եմ, որ նամանավանդ լինելով մոնո ներկայացում բավականին երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում։ Ամենահետաքրքիրն ու ամենահավեսն են այդ ամենը։ Այդ խառնաշփոթը, երբ որ հիմա դու ներկայացման ես, բայց եկել ես հարցազրույցի, որ հեսա պետքա վազեց գնաս ներկայացման, այնուհետև ինստիտուտային փորձի, մեր ինստիտուտը 24/7 գրաֆիկով աշխատում է։
ու շատ հետաքրքիր է, երբ սովորում ես, եւ սովորածդ կիրառում ես, այս շատ կարեւոր է, ես կարծում եմ։ Այո։ Ու երբ որ մտնում ես արդեն առաջին կուրս, տեսնում ես ուրիշ աչքերով ամեն ինչ, թատրոնը ինչպես են խաղում, ինչպես պետք է խաղաս, ինչքան պետք է կարդաս, ինչքան պետք է ճիշտ խոսես, ինչքան պետք է ճիշտ ներկայանաս։ Այդ ամենը բերում է թատրոնի եւ կինոյի ինստիտուտը։ Եվ այս խառնաշփոթի մեջ ապրիլի 28-ին տեղի կունենա ներկայացումը։ Մի փոքր խոսեք, ոնց եք նախ հասցրել գալ մեզ մոտ, ապրիլի 26-ն է այսօր եւ արդեն ապրիլի 28-ին կլինի, եւ այդ խառնաշփոթի մեջ որքանով եք դուք հաճույք ստանում այդ ամեն ինչից։ Հաճույք իհարկե կա։ Ես նկատում եմ դա ձեր աչքերից, այո։ Դա իհարկե աներկբա։ Հիմա ասեմ, մեր փորձերը շատ խիտ են, շատ, որովհետեւ բեմադրողն էլ շատ խիտ գրաֆիկ ունի, ես էլ շատ խիտ գրաֆիկ ունեմ, ու մենք նույնիսկ գիշերը ժամը 11-ին սկսում ենք մեր փորձերը անել, նույնիսկ առավոտյան ժամը 8-ին մենք հանդիպում ենք, հավաքվում ենք, որ գետ մեկ փորձ անենք։ Փորձերը ընթանում են, ավելին ասեմ, հիմա ներկայացումից հետո գնալու եմ փորձի, փորձը շարունակվի, այսօր մեր գլխավոր փորձն է լինելու վերջին։ Շատ մեծ հույսով, որ հանդիսատեսը կհավանի ներկայացումը, սպասում ենք մեր հանդիսատեսին։ Այո։ Եվ մի փոքր մի պատառիկ հաստատ ինչ-որ մի բան կտանի։ Եթե ոչ բեմադրությունից, ապա այդ խոսքերից հաստատ կտանի։ Ես կարծում եմ թատերական ներկայացումները հաջողվում են այնտեղ, որտեղ հանդիսատես ինչ-որ մի բան իր հետ տանում է, թեկուզ մի խոսք, ինչ-որ մի արտահայտություն։ Ես կասեի յուրաքանչյուր բան, երևույթ այս աշխարհում ինչ կա, եթե ինչ-որ հիմա ես ձեզնից եթե խոսք եմ լսում, ուրեմն ձեր գործը ստացված գործ է։ Այո, եւ փոխադարձաբար ես կարծում եմ փորձի փոխանակման պես մի բան է դառնում։ Հանդիսատեսից քանի որ խոսեցիք, այ ասում եք փոքր տարիքում, երբ ծափ չէին տալիս, ուրեմն չէին հավանում։ Ինչ ակնկալիքներ ունեք ձեր այսօրվա ծափ տվողներից եւ ինչպիսին պիտի լինի իրենց արձագանքը։ Գիտեք, ես հիմա չեմ խոսի, որ ծափ տան կամ չեմ խաղա, որ ծափ տան։ Փոխվել են ակնկալիքները, այո։ Հիմա ես կփորձեմ իրենց տեսնեն իրենք հանդիսատեսի տեղում, տեսնեն բեմում իրենց, կարող է մեկը եւ ամաչի, որտեվ այնտեղ արծացում ենք նաեւ բամբասանքը, կարող է մեկը եւ շատ հպարտանա, որովհետեւ կա հայրենասիրություն գաղափարը, ամեն մեկը հաստատ իրեն կգտնի, որովհետեւ ես խաղում եմ մոտավորապես 12 կերպար մեկ ներկայացման մեջ, ու իրենք բոլորը հաստատ մեր կյանքից վերցրած կերպարներն են, նույնիսկ ես այսպիսի չագերտներ բացեմ դերասանական, վերցրել եմ կերպարներ, որոնք կան իմ առօրյայում։ Օրինակ իմ հարևանուհին, որը շատ բամբասկոտ է, ես իրեն վերցրել եմ իմ ներկայացման մեջ, ըստ իր կմախքի հավաքել եմ կերպարը։ Այսինքն հաստատ կգտնեն իրենց։ Ես կարծում եմ արժի հրավիրել բոլոր նրանց, ովքեր որ գեղարվեստականորեն արտացոլվում են արդեն դեմում, հարևանուհուց սկսած կարծում եմ այս դեպքում։ Մոնո ներկայացում է լինելու եւ 12 կերպար է ստացվում է մարմնավորում։ Մի քիչ խոսենք դրա մասին, ինչպես է ստացվում 12 կերպարի մեջ հոգեբանորեն մտնել եւ մատուցել այնպես, ինչպես որ յուրաքանչյուր կերպար իր առանձնահատկություններն ունի։ Ես այդպես չէի ասի հոգեբանորեն մտնել այդ կերպարի մեջ, որովհետեւ դրամատիկական թատրոնից տարբերվում է մի փոքր մոնոթատրոնը։ Ես այդ կերպարների մասին պատմում եմ։ Այո, դուք պատմում եք։ Բայց իհարկե այդ փոշին իմ վրա պետք է լինի։ Դրա համար այդ առումով հեշտ է։ Եթե ես խաղայի դրամատիկական թատրոնում այդ կերպարները տարբեր, դա ինձ համար շատ բարդ կլիներ, նույնիսկ անհնարին կլիներ մեկ ժամվա ընթացքում 12 կերպար հարակ փոխվել եւ փոխվելու զատ նաև հոգեբանորեն էլ փոխվել, ես կարծում եմ, այո։ Դա բարդ կլիներ։ Այդ իսկ առումով ավելի հեշտ է, երբ որ մոնո է, դու պատմում ես, դու տեղեկացնում ես, ու այստեղ շատ բարդ հարց է առաջ գալիս, չխաղալը։ Լինել ռեալ։ Հիմա ոնց ենք մենք խոսում, այդ նույն ձևով ես պետք է հանդիսատեսին գրավեմ, ու այդ նույն ձևով հանդիսատեսը պետք է հասկանա իմ խոսածածը։ Այո։ Մի փոքր այդ պատմելու արվեստից խոսենք։ Ես կարծում եմ սա էլ մի առանձին դերասանություն է, երբ չես խաղում, այլ ուղղակի պատմում ես, բայց միևնույն է դու կերպար ես մատուցում։ Ինչ շտրիխներ ու ինչ մեթոդներ եք կիրառում, որպեսզի պատմվածը տեղ հասնի հանդիսատեսին, այնպես ինչպես որ նպատակադրված էր։ Գիտեք, այստեղ գտնում ենք արդեն կետեր, որ ամենաշատը կկպնի ու կհուզի հանդիսատեսին։ Ու այդ ճանապարհով այսինքն շարունակում ենք մենք, որ հասկանանք այստեղը ավելի դրամատիկական է, այստեղ ավելի չենք խաղում, այստեղ խոսքը ավելի վրա է լինում դերասանի։ Մենք այսինքն պետք է տարբերենք խաղը, ես այնպես չի հիմա մենակ խոսելու եմ,
Այնտեղ կան էտյուդներ, փոքր հատվածներ, որ ես պանտոմիմայով անցկացնել եմ, որ պետք է դիմախաղով, հա, այսինքն պաուզաներ կան, խոսք կա ընդհանուր առմամբ այդ շտրիխները որ կան, դրանք ավելի մասնագիտական են ու կարծում եմ չեն հետաքրքրի արդեն։ Ես կարծում եմ նաև պետք չէ շատ բացահայտել, որովհետև այնինչ որ այսպես թաքնված չէ, ակնհայտ է շատ, ինչ որ մի պահի տեղ կարող է չհասնել, հետեւաբար այս պահին կարող ենք լռել, այո։ Սիրով։ Խոսենք Սարոյանի ընտրության մասին, նախ շատ ողջունելի է, որ բեմերից այդ ներկայացվում են սարոյանական ստեղծագործությունները, ինչպես ընտրվեց Սարոյանը եւ ինչ ստեղծագործող է ձեզ համար որպես դերասան։ Սարոյանը իմ դերասանական ակունքների հիմնասյունն է, ես այդպես կասեմ, որովհետև իմ առաջին անգամ բեմ բարձրանալը Սարոյանով է եղել։ Այո։ Ընտրել եմ Մարգարիտ Շավալարդյանը գործը դեռ 14 տարի առաջ, սիրահարվել եմ ես դեռ 14 տարի առաջ եւ մինչեւ այսօր ես խաղում եմ ու շատ կուզեմ տարածվի Սարոյանը, որովհետև Սարոյանը շատ հետաքրքիր է, Սարոյանը շատ թեթև է ու Սարոյանը ավելի դիպուկ է։ Այո։ Դիպուկությունը շատ կարևոր է։ Եվ ես կարծում եմ այս պահը պետք չէ բաց թողնել ու կարելի է ստեղծագործություններից որևէ մեկը, որը ամենաշատն է ձեր սրտին կպած, մի փոքր պատմեք մեզ բովանդակության մասին։ Ես կարծում եմ դա նաև կկպնի հեռուստադիտողի սրտին։ Այս պատմվածքը, որ ես հիմա կասեմ, այդքան շատ զետեղված չի մեր մոնոյի մեջ, բայց կա էլի անդրադարձ 70,000 ասորին։ Այնտեղ մի տեքստ կա, երբ որ ասում է հայ ես, ասում է չէ, ասորի եմ։ Հայն էլ ասում է ասորի, դա էլ վատ չի։ Մի ժամանակ իմ հայրենի քաղաքում մի քանի ասորի ընկերներ ունեի, գուցե ճանաչում ես։ Հետո ասորին ասում է չէ, մեր ցեղը այլևս չկա, ես կուզեի մոռանալ։ Ու հայը գիտեք ինչ ասում։ Ասում է սիրտս ցավ զգաց։ Ես հիշեցի այն ժամանակները, երբ իմ ազգն էր կոտորվում։ Նայեք դեռ այն ժամանակ արդեն Սարոյանը ասում էր, որ չի կարելի, խելքի աշեցեք, որովհետև նայեք ասորիներին, նայեք ուրիշ ազգերին, որոնք վերանում են։ Մի տարեք այն ուղղության, որ դուք էլ վերանաք, ուրեմն սթափվեք, ուրեմն լրջացեք ու իգործ արեք։ Այո, ես կարծում եմ փառահեղ է այս ամեն ինչը, գաղափարախոսությունը եւ սարոյանական գաղափարախոսության մեջ ամենահետաքրքիրն է, որ բոլոր ժամանակներում շատ ակտուալ է։ Կարծես թե միշտ մեր մասին է, դա լինի նախորդ դարում, հիմա եւ թե նաեւ հետագայում։ Միշտ պատմում մեր մասին։ Այնքան քիչ է հիմա։ Այնքան պակաս է մարդասիրությունը։ Դրա համար Սարոյանը միշտ ակտուալ է։ Այո։ Ես մի դեպքում կուզեմ Սարոյանին մոռանամ, եթե մարդասիրությունը վերանա։ Ոչ, մարդասիրությունը լինի։ Եթե մարդասիրությունը վերանա, կարծես թե սարոյանական գաղափարախոսություններ։ Սարոյանը շատ մարդասեր է։ Սարոյանը հզոր է։ Սարոյան, Շարլանզնավուր, իրենք իմ կուրքերն են, որ ես իրենցով առաջնորդվում եմ։ Իրենք իմ գիլդիաներն են։ Եվ շատ հաճելի է ուսանող դերասանից լսել այս ամենը, որովհետև իրենց գաղափարախոսությամբ առաջնորդվելը երաշխավորում է, որ հետագայում մասնագիտական կյանքում վստահաբար հաջողության կարելի է հասնել։ Խոսենք արեք նաև նրա մասին, թե ինչպես են ներկայացումները բեմադրվում ինչ-որ ստեղծագործությունների հիման վրա եւ ինչ փոփոխությունների են ենթարկվում, որովհետև գրքից, գրքային տարբերակից բեմին փոխանցելը կարծում եմ մի շարք փոփոխություններ է իրենից ենթադրում։ Հա, իհարկե։ Նայեք, երբ որ պատմվածքն ես վերցնում, պատմվածքում շատ սեղմ է, շատ կարճ է, իսկ մենք իրեն պետք է երկարացնենք։ Ես ըստ կերպարի գլխավոր հերոսի եմ շարունակել այդ ամեն ինչը։ Այսինքն, երբ որ 70,000 ասորին է, այնտեղ 4-3 էջ էր, իսկ 4-3 էջը ընդհանրապես կտևեր 5 րոպե։ Ես միացրել եմ, փոխել եմ, այնտեղ երաժշտություն ենք ավելացրել, այնտեղ էտյուդներ ենք ավելացրել, խաղն է ավելացրել, կերպարը դուրս եկել, կերպարը ներմուծվել, այսինքն ինքը ամբողջությամբ դեֆորմացվել, փոփոխվել է, բայց կարևորը այն է, որ կարմիր գծի նման Սարոյանը պահվում է։ Այո, այսինքն եթե նայես Սարոյանի դիմագիծը ակնհայտ է միանշանակ։ Փոփոխելը արդեն սխալ կլիներ, սխալ ուղղվածություն եւ սխալ գաղափարախոսություն կտաներ։ Ոչ թե փոփոխել, կարծում եմ հարմարեցնել ժամանակակից պահանջներին, ոչ հանդիսատեսի պահանջներին, իհարկե, որովհետեւ մշակույթը միշտ պետք է զարգանա ըստ ժամանակաշրջանի։ Միանշանակ։ Չենք կարող մենք խաղալ 1930-ականների ոճով հիմա։
դա արդեն կբերի կոլապսի ու ոչ մեկը էլ չի գա մշակութային ինչ-որ օջախ։ Ես նկատում եմ, որ բացի դերասանական հմտությունից, նաև բեմադրման հետ կապված դուք հմտություններ ունեք եւ պատմում եք այն, ինչը որ բեմադրիչներին ու ռեժիսորներին է կարծես թե մասնագիտորեն այսպես պահված, այս տեսանկյունից ինչ հմտություններ ունեք եւ տեսականորեն ստացվում է թատրոնը տալիս է նաև այդ գիտելիքները։ Այո, թատրոնը իհարկե, թատերական ինստիտուտը տալիս է նաև այդ գիտելիքները։ Մենք կարողանում ենք տարանջատել դերասանությունը ռեժիսորայից։ Հիմա քանի որ մոնո է, դրա համար եմ ես այսպես համատեղված խոսում։ Օրինակ ամանորյա ներկայացում ես արեցի ու այդտեղ հասկացա, որ ես սիրում եմ նաև բեմադրությունը, որովհետև բեմադրելը, որովհետև ես չեմ մտածում մենակ իմ կերպարի մասին։ Ես մտածում եմ ամբողջ ներկայացման մասին։ Այո։ Ըստ այդմ կարելի է նաև հետագայում իմ անելիքների մեջ կարող է լինել նաև ռեժիսորի մասնագիտությունը։ Այնուամենայնիվ հիմա դերասանություն։ Հիմա դերասանություն, հիմա մեսիջ փոխանցել։ Իմ առաքելությունը ես ներկապահին համարում եմ գաղափար փոխանցելը։ Այո։ Հասարակությանը, որը ոչ միայն հայ է, որը կարող է լինել նաև աշխարհի յուր քաղաքացի, ոնց որ ասում էր Սարոյանը։ Կարելի ասել մոտեցակ իմ հաջորդ հարցին ինչ-որ չափով կան ցանկություններ հետագայում այս ներկայացումը միջազգային բեմերից խաղալու եւ կարծում եմ այս դեպքում նպատակն էլ ինչ-որ չափով կփոխվի, ել ավելի շահագրգռված կլինեք ներկայացնելու Սարոյանական գաղափարախոսությունը։ Հիմա մի փոքր ճակերտներ կբացեմ։ Եկանք շատ բուն հատվածին։ Այո։ Ակնկալում ենք նաև ամռանը, որ այս ներկայացումը խաղանք սահմանամերձ գյուղերում, քանի որ այնտեղ շատ քիչ է զարգացած մշակութային իրադարձությունները, հիմա մենք կգնանք այնտեղ, կխաղանք սահմանամերձ գյուղերում, չեմ կարող ասել հստակ որ գյուղերն են, հիմա այդ աշխատանքների մեջ ենք, այնուհետև արդեն կգնանք միջազգային տիրույթ։ Բացումը կանեք սահմանամերձ գյուղերով, հետո բացումը կանենք սահմանամերձ գյուղերում, մերոնց լավ կներկայացնենք, հետո կգնանք արդեն։ Դա շատ կարևոր է Արայիկ, իրականում ներկայացնել մարզից Երևանից դուրս, որովհետև շատ հաճախ Երևանի հնարավորությունները ամենտեղ չկան, ոչ թե շատ հաճախ գրեթե միշտ կարծում եմ, եւ այս դեպքում թատրոնը պիտի բաց լինի մարզաբնակ բնակիչների համար, նրանք ովքեր ուղղակի հնարավորություն չունեն գալ եւ այստեղ դիտելու այն, ինչ կատարվում է Երևանում։ Ես համաձայն եմ։ Այո։ Եվ կարծում եմ ապրիլի 28-ից հետո այս ամեն ինչը տեղի կունենա, բայց դեռ ընտրված որևէ գյուղեր չկան։ Ընտրված գյուղեր դեռ չկան։ Հիմա մենք ֆիքսվել ենք Արմոնո փառատոնի շրջանակներում ապրիլի 28-ին խաղանք, տեսնենք ինչպես կգնահատի հանդիսատեսը, այնուհետև արդեն կուղևորվենք մեր սահմաններ ու կներկայացնենք մեր բնակչության հետ։ Մի փոքր կինոփառատոնից նաև խոսենք, ինքը Արմոնոյի շրջանակներում է ներկայացվելու, ինչպես է համագործակցում այս կինոփառատոնի հետ։ Արմոնո փառատոնը արդեն 23 տարի կա։ Ես ասեմ շատ են եղել մեզ մոտ հյուրեր, ովքեր այդ փառատոնից խոսել են եւ փառատոնի շրջանակներում ներկայացումներով հանդես եկել են։ Այո, Արմոնո փառատոնը արդեն 23 տարի կա ու մեծ պատիվ է ինձ համար այդ փառատոնի մի մասը լինել, այսինքն այս ներկայացումից բացի ես անցյալ տարի եմ խաղացել ներկայացում, բայց արդեն մենք նվեր որպես այդպես համագործակցության նշան ֆրանկոֆոնի շրջանակներում խաղացինք պոեզիայի երեկո։ Իսկ այս տարի արդեն մոնո ներկայացում։ Արմոնո փառատոնը եւ Տիկին Մարիաննան իր գլխավորությամբ միշտ աջակցել է եւ ուսանողներին եւ երիտասարդներին եւ այն ամենը, ինչ նորարարական է։ Մենք պետք է միշտ ֆիքսվենք այդ նորարարության վրա, որովհետեւ այդ նորարարության շնորհիվ մենք հանդիսատես կարողանում գողանալ, եթե կարելի է զարգանալ։ Այո, զարգանալ։ Միշտ պետք է այդ ամեն ինչը։ Ու Արմոնոն միշտ զարգանում է, ու Արմոնոն միշտ բարելավում է, ու ես արդեն 100-ամյակը կնշեմ Արմոնոյի։ Կարող եք զրույց ունենալ անգամ 100-ամյակի կապակցությամբ։ Ես կարծում եմ նման կինոփառատոնները շատ կարևոր են նաև նրա համար, որ բաց են երիտասարդների առաջ, երիտասարդ դերասան ուսանողների առաջ եւ հնարավորություն է եւս մեկ անգամ առաջ գնալու ոլորտում, որովհետեւ միշտ չէ որ սկսնակներին այսպես հնարավորություններ տալիս են։ Սկսնակներին կարողանում են այնպես անել, որ ներգրավեն։ Ուղղակի մի փոքր ուղեմ ձեզ, եթե կարելի է կինոփառատոն չի մոնոփառատոնն է, որովհետև ելնեք կինոփառատոնն էլ արդեն լինի։
Արմոնոն իսկապես աջակցող համակարգ է։ Այո։ Աջակցող համակարգ է Թատերական ինստիտուտին, աջակցող համակարգ է ուսանողներին, աջակցող համակարգ է երիտասարդներին ու աջակցող համակարգ է հանրապետության մշակութային կյանքին։ Այո, մոնոփառատոն է, այսինքն ստացվում է եւ սա օգնում է իսկապես ձեր պես երիտասարդներին հետագայում ավելի այսպես ամուր քայլելու ոլորտում։ Քայլելու կարող է մեկը արդեն ֆիքսված լինում է մոնո դերասան, ոչ թե ես հիմա օրինակ խաղում եմ եւ դրամատիկական ներկայացումներում եւ մոնո ներկայացում։ Տարանջատում կա իհարկե, բայց Միանշանակ, այո։ ինձ երկուսն էլ հաճելի են։ Դա շատ լավ է եւ կարծում եմ ընթացքում հետագայում ընտրություն կկատարվի որևէ մեկի միջեւ կամ ինչու ոչ երկուսի դեպքում այո համատեղելը նամանավանդ մեր օրերում ինչ որ բաներ համատեղելը շատ կարեւոր է դա խոսում է նրա մասին որ հմտությունները բավականին շատ են ոլորտում ես շնորհակալ եմ ձեզ եւ կարող եք մի փոքր էլ կիսվել արդեն ժամի եւ տեղի հետ կապված ներկայացման մասին ապրիլի 28-ին տեղի կունենա որտեղ եւ ժամը կարող ենք ասել որովհետեւ վստահաբար հեռուստադիտողին կհետաքրքրի ներկայացումը որտեղ նայեմ կարող եք այս հատվածում Սիրելի հանդիսատես, ես սիրով ապրիլի 28-ին ժամը 19:00-ին հրավիրում եմ ուրախն ու տխուրը ներկայացմանը ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա։ Տեղի է ունենալու Հայաստանի Թատերական գործիչների միությունում դերասանի տանը։ Մաշտոցի 13 հասցեում։ Սիրով սպասում եմ ձեզ։ Ես կարծում եմ նաև այստեղ շատ հիանալի ներկայացրիք եւ շահագրգռեցիք մեր հեռուստադիտողին դառնալու ձեր հանդիսատեսը։ Ես նույնպես միանալով այս խոսքին պիտի ասեմ, որ նրանք ովքեր որ սարոյանական շունչը դիմագիծը կարոտել են, վստահաբար կկարողանան լրացնել այդ կարոտը։ Ես ձեզ էլ եմ սիրով հրավիրում, Անահիտ ջան, եւ ձեր ամբողջ անձնակազմին։ Ես այստեղ իմ ականջին էլ ասում են սիրով, կարծում եմ բոլորն են սիրում Սարոյանին իսկապես եւ միշտ էլ պետք է դիտել այն ներկայացումները, որտեղ որ նման գաղափարախոսություններ կան, որ Սարոյանն է առաջ տանում։ Մի փոքր հավելում էլ անեմ, եթե ժամանակ ունենք։ Սիրելի հանդիսատես, մուտքն ազատ է, որովհետեւ փառատոնային ներկայացում է, իսկ փառատոնային ներկայացումներին մուտքն ազատ է լինելու։ Այո, եղավ սիրելի հանդիսատես, շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, զրուցում էինք ուսանող դերասան Արայիկ Գևորգյանի հետ։ Շուտով ապրիլի 28-ին տեղի կունենա ուրախն ու տխուրը ներկայացումը։ Մենք այս պահին գրագետ դադարով կընդմիջվենք եւ դարձյալ մշակութային թեմաները չշրջանցելով կվերադառնանք տաղավար։